ուսուցիչներ, աշակերտներ և հարգարժան Տիկին Վարվարյան։ Այսօր կներկայացնենք աշակերտների հետ մեկտեղ, 3-րդ A դասանի աշակերտների հետ, համակցված դաս, որը թվային գրագիտություն և մաթեմատիկա, ինչպես են կապված իրար հետ։ Դասի նպատակն է զարգացնել տվյալները հավաքագրելու, ներկայացնելու, օգտագործելու կարողությունները և հմտությունները, ձևավորել կիրառական և խաղային խնդիրների ձևակերպման, մոդելավորման և լուծման հմտություններ, ձևավորվել հաղորդակցման ունակություններն ու համագործակցային կարողությունները, զարգացնել թվային գործողություններ կատարելու հմտությունները, ձևավորել տվյալներ հավաքագրելու և թվային որևէ գործիքով ներկայացնելու հմտություններ, ամրապնդել տվյալների հավաքագրելու և տարբեր ձևաչափով ներկայացնելու հմտությունները։ Այսօրվա մեր դասում երեխաները կներկայացնեն ինչպես են աղյուսակ կազմել և ըստ այդ աղյուսակի տրված տվյալների հավաքագրել և կատարել գործողություն և լուծել խնդիրը։ Այս դասի վերջում երեխաները կկարողանան հավաքել տվյալներ, ներկայացնել դրանք աղյուսակով, դուրս բերել տվյալներ աղյուսակից, օգտագործել աղյուսակներ և լուծել խնդիրները, առանձնացնել խնդրի բաղադրիչները, պայմանը և պահանջը, այն հայտնը և հայտնի տվյալները, խնդիրները լուծելու համար կազմում ենք 2-ից 3 գործողության քայլաշար, լուծել կիրառական և խաղային խնդիրները։ Ինչով է, ինչ է թվային գրագիտությունը, որտեղ կկարողանանք մենք ստացած գիտելիքները կիրառել, ինչով է այն մեզ օգնում և ինչով վնասում, ինչ պետք է օգտվել համակարգչից, ինչ բնագավառներում է այն կիրառելի, թվային գրագիտությունը ինչ կապ կարող է ունենալ մաթեմատիկայի հետ և երեխաները պետք է կարողանան թվարկել։ Եվ համակարգչից օգտվելուց երեխաները օգտագործել են վրձին, մատիտ, ռետին, աշխատանքային տիրույթ և ներքնապնակ։ Եվ դիագրամի տեսքով երեխաներին ես բացատրել եմ, որը կազմել են համակարգչով, իրենք իրենց պետք է կարողանան գնահատել դասի վերջում, ով ինչպես է կարողացել իրեն գնահատել դասին ներկա լինելու համար։ Իսկ այստեղ հավաքագրված տվյալներն են, որ բանջարեղենը և միրգը ինչ արժե, երեխաները պետք է կազմեն աղյուսակներ և ըստ աղյուսակների լուծեն։ Շնորհակալություն ուշադրության համար։ Սիրելի աշակերտներ, այսօրվա մեր դասը թվային գրագիտությունն ու մաթեմատիկա։ Երեխաներ, մենք թվային գրագիտության դասաժամին սովորել ենք ստեղնաշարով աշխատել, կարողանում ենք կազմել աղյուսակներ, հավաքագրում ենք աղյուսակներ և ըստ տվյալներ ենք հավաքագրում և կարողանում ենք խնդիրներ լուծել։ Երեխաներ, եկեք ես կարող եք պատասխանել այս հարցին, ինչ ընդհանրություն կա թվային գրագիտության և մաթեմատիկա առարկաների միջև։ Կարող եք ասել, այո։ Ինչ ընդհանրություն կա թվային գրագիտության և մաթեմատիկա առարկաների միջև։ Ո՞վ կա։ Ալիկ։ Տվյալներ են հավաքագրում և լուծում են։ Ինչ կասես դու։ Մի շրջան ասա, ինչ կասես։ Ինչ ընդհանրություն կա։ Որ ստեղնաշարով աշխատում են, թվեր կան։ Կան, չէ՞։ Աղյուսակներ կազմում են երեխաները։ Եվ ըստ այդ աղյուսակների կարողանում ենք խնդիր լուծել, Սամվել։ Եկեք բացենք խնդիրները։
խնդիր, բոլոր, Երեխաներ, հիմա տեսեք, մենք համակարգչով, երեխաներ, մենք համակարգչով, լավ, այստեղ էլ առաջ գնա, եկեք կարդանք, տվյալներ ենք հավաքագրել, տեսեք, համակարգչով, թվային գրագիտության դասին, հետաքրքիր մի խնդիր, գնացուցակում ինչ է դրված։ Լեգո 3000 դրամ, պիկնիկ 25000 դրամ, ապարատ 6000 դրամ, խելացի ռոբոտ 4000 դրամ, աստղադիտար 7000 դրամ։ Հիմա երեխաներ, այստեղ մեզ տվյալները գնացուցակը տված է։ Հիմա, որ ես առաջադրեմ, տեսեք համակարգչով իր շնորհիվ թվային գրագիտության դասաժամին սովորած մեր գիտելիքների, հիմա ես այսպիսի հարց եմ առաջադրում։ Ինչքան գումար պետք է վճարել այսքան գնացուցակում ներկայացած ապրանքների համար։ Ինչ անենք, որպեսզի ավելի հեշտ լինի։ Միշա, ինչպես կարող ես այս խնդիրը լուծել։ Ինչ պետք է անես, Միշա։ Թվերը գումարի տվյալ, որպես կարողանանք լուծել, ձեր բարձրացրեք։ դասել Ալեն, ինչպես կլուծես այս խնդիրը։ պետք է աուսատները գումարի տվյալ։ Ինչպես կլուծես։ Պետք է կազմենք աղյուսակ և հաշվենք թվերը։ Շատ ապրես։ Եկեք գրենք թվերը, գնացուցակը կա, եկեք գումարենք իրար։ Հավաքագրեցինք, աղյուսակ կազմեցինք և թվերը գումարեցինք։ Ճիշտ է, համակարգչով հավաքեցինք։ Իսկ ինչքան պիտի վճարենք մեր ապրանքի համար գնացուցակի։ 22500 դրամ։ Դու ինչ կասես։ 22500 Դու ես այդպես ստացել։ 20 ես էլ եմ այդ Ապրեք երեխաներ, շնորհակալություն։